ճիշտ է երեխաները չարաճճեն, բայց ես փորձում եմ այնպես անել, որ համ թողնեմ չարաճճիություն անեն, համ դասերը պատասխանեն, այո։ Բայց ստացվում է։ Լինում է, ամեն ինչ ստացվում է։ Երեխաները կմեծանան ու կհասկանան։ Սա էլ ձեր սուրճը, խնդրեմ։ Շնորհակալ եմ աղավնջան։ Խնդրեմ, թարմ համեղ խմորեղեն եմ ստացել, կարողա ցանկանաք։ Չէ, շնորհակալ եմ, ես ինձ հետ բերել եմ։ Անկեղծ ասած, գիշերը քունս չէր տանում, որոշեցի թխվածք թխել։ Եվ մտածում էի, որ Ֆարադեին պարտադիր պետք է մի կտոր իմ թխվածքից հասնի։ Կուզեք մի կտոր էլ ձեզ հյուրասիրենք։ Ոչ, շնորհակալ եմ։ Ես այսօր քաղցրը չարաշահել եմ։ Ինձ բավական է։ Դուք նստեք վայելեք, ես էլ անցնեմ իմ գործը։ Լավ։ Ֆարադեի, հյուրասիրվիր։ Իհարկե։ Գրելի։ Օ, ամեն ինչ նախորդ մտածել եք։ Ինչ ախորժելի տեսք ունի։ Գիտես, մայրիկս այսպիսի բան ունի, որ վերջ դնում է խմորեղենը։ Ահա։ Մի րոպե։ Մկրտչյան, դու այս խմորեղենը բերել ես այն պայուսակով, որով բերել էիր ձուկը այն հոտած։ Ինչի համար ես հարցնում, Ֆարադեի։ Ես ձկան հոտ եմ առնում խմորեղենից։ Չի կարող պատահել։ Այդ դեպքից հետո ես իմ պայուսակը տվել էի Քիմ Մաքրման, որից հետո ձկան հոտը միանշանակ չէր կարող գալ։ Ես կատակ եմ անում։ Իսկ դու լուրջ ես ընդունում, հարգելի գոլեգա, ընդամենը կատակ էր։ Կատակ։ Այո։ Կատակ։ Շատ համեղ է։ Ես էլ քեզ եմ անգարից, որ տրամադրություն բարձրացնող հաղթանակի առիթով շնորհավոր եմ։ Դու մենակ տենաս, կոբրան, ոնց կատաղած դուրս եկավ լանջունու աշխատասենյակից։ Ինչի մասին ես խոսում դուխիկ, ինչ կոբրա, ինչ հաղթանակ։ Ոնց, դու տեղյակ չես։ Ուրեմն տես, Ֆարադեյը մատար է լանջունուն ու Լիդիային։ Այո, այդ կոշիկների ամբողջ պատմության մեղքը վերցրել է իր վրա։ Շատ իզուր։ Հեչել իզուր չի։ Ես գիտեի, որ Ֆարադեյը լավ մարդ է, բարի սիրտ ունի, բայց որ նաև տենց տղա է, իմ արև չգիտեի։ Հա ու ես վստահ եմ, որ ինքը իր հոգու խորքում հավատում է երեխեքին, դրա համար էլ տենց քայլ է արել։ Դուխիկ, ես իհարկե գնահատում եմ Ֆարադեի արարքը, պարզապես նման քայլով նա իրական մեղավորին ազատում է պատժից։ Դե հա, այդ ճիշտ ես ասում, բայց դու ինչ-որ մեկին կասկածում ես։ Ոչ ոք մտքովս չի անցնում։ Լավ, ես գնամ, բայց դու զգուշ եղի, այդ կոբրան տարածքում է, հաստատ քեզ խայթելու է։ Լանջոնու կաթիլներից տայր թող հանգստանար էլի։ Քեզ թվում է այդ կաթիլները մեր օծուհուն ինչ-որ բան կտա։ Չէ։ Լավ, ես գնամ, հանկարծ ինձ ման չգա էլի։ Լավ, Ֆարադեի, կամաց գնանք շուտով զանգը կտա։ Այո, Մկրտչյան ջան, ես շատ շնորհակալ եմ այս հաճելի զրույցի, սուրճի եւ իհարկե այս համեղ խմորեղենի համար։ Խնդրեմ, Ֆարադեի, խնդրեմ հարգելիս։ Ինչ պատահեց, ձեզ վատ եք զգում։ Ոչ, ես ինձ շատ լավ եմ զգում։ Դե այդ դեպքում գնանք։ Մենք սա կթողնենք այստեղ, իսկ ես սա իմ հետ կտանեմ։ Ամոնը կվերադարձնեմ հետո։ Ահա։
ինչ եղավ։ Այ քեզ բան։ Պայուսակն էլ թողեց։ Չհասկացա։ Ես էլ նայում եմ ու մտածում եմ, սերոպն է, սերոպը չի։ Չէ, բայց ինքն է հաստատ։ Ես որտեղից ես գալիս ես մաքուր շորերով։ Փողոցներն էիր ավլում։ Հետ ինչ ես մտածում, որ ավել էի անում։ Կարող է գնացել էի ոստիկանություն քո դեմ ցուցմունք տալու։ Ինչի ես էդ ինչ եմ արել, որ իմ դեմ էլ ցուցմունք տաս։ Դու ինձնից լավ գիտես այդ տղա ինչ ես արել։ Բայց ոչինչ, բան չմնաց։ Պատասխան ես տալու օրենքի առաջ։ Էնքան ես փողոցները ավլել ուղեղիդ փոշի ա դրել։ Էլ չես հասկանում ինչ ես խոսում։ Տղա, չափդ ճանաչի։ Թե չէ որ ամփելությունս կորցնեմ, չէ։ Քիթ մռութը ջարդելու եմ։ Վախից փշակաղվեցի։ Գնա շորերդ փոխի, ավելը վերցրու ու անցի փողոցները ավլելուն։ Փողոցները քեզ են սպասում, սերոպ։ Այդ ասիլու գնում ես այդ ճիճո։ Բա չես ուզում պատասխանել ես։ Այդ տղա դու ով դառար, որ իմ հետ տենց ես խոսում։ Հա? Քեզ ով է թույլ տվել։ Մոռացել ես սոված ժամանակ քանի անգամ ես իմ անունով երդվել։ Հələ փորձի հիշել։ Հա, հիշեցիր, թե չի ստացվում, այ դվորնիկ։ Դու այն ստորն ես, որ ամեն անգամ իմ տուն մտնել ելնելուց իմ գլխին մի բան ես սարքել։ Ես էլ միամիտի պես քեզ հավատացել եմ։ Ստորի մեկը, խայծը կուլ եմ տվել, բայց ոչինչ, տղա ջան, շուտով պատասխան ես տալու, հետ չմտածես։ Դու չափերդ լրիվ ես ացում։ Ում ես վերադառել։ Մորքուր, 90-ականները վերադարձել են դպրոց։ Ինչ է պատահել դուխին է։ Դու չես կարող պատկերացնել, պետքարանի դեմը ինչ հերթ է։ Ուսուցիչները իրար հերթ չեն տալիս։ Բայց ինչու։ Ստամոքսի խանգարում է։ Իրենց պետքա շտապ օգնություն ցուցաբերել։ Միայն ուսուցիչների մոտ է, թե աշակերտների մոտ է։ Չէ, մենակ ուսուցիչներն են։ Աշակերտները նորմալ են, բայց հայ ուսուցիչներին պետքա օգնություն ցուցաբերել։ Տեսնես կլինի, որ մի օր թույլ տան, որ առանց ստրեսի ես անցկացնեմ այստեղ։ Ինչքան կարելի չեմ հասկանում, այս դպրոցում ամեն օր մի բան կատարվում է։ Ես քեզ հասկանում եմ, Մորքուր ջան, բայց հուսադրող ոչինչ չեմ կարող ասել։ Դե արի գնանք տեսնենք ինչ կարող ենք անել։ Մի կողմից աշակերտներն են հալածում, մյուս կողմից են ուսուցիչները։ Վայ Մորքուր հերիքա բողոքես։ Դու տնորեն ես ու բողոքում ես, բայն ենթականները ինչ ասեն։ Այն խիղճ Ֆարադեյը, Մկրտչյանը, մնացածը։ Ես հիմա կնվաղեմ։ Հաստատ կնվաղեմ։ Մորքուր, նվաղելու ժամանակ չի, արի գնանք տեսնենք ինչ ենք անում։ Արի գնանք։ Երեխեք, մենակ դրսում ինչ է կատարվում։ Ինչ ես են շնչակտում։ Այս ուշքը կգնա։ Երեխեք, դասատուները իրար մի րոպե հերթ չեն տալի, թե ով առաջինը մտնելու զուգարան։ Լուրջ ես ասում։ Այս տղան այնպես արեց, որ դուք այսօր լավ ֆիլմ դիտեք եւ դաս չանեք։ Հենա լավ է, այսօր դաս չենք անի։ Ինչ գիտես, կարող է լավանում են, գալիս են դաս են պարապում։ Հաստատ չեն լավանա։ Շոպիկը նենց է արել, որ դասատուները այսօր վատ լինեն, իսկ աշակերտները լավ։ Նենց որ կարող եք ծափարել։ Ինչ եք նստել, գնացի կինո նայելու։ Վերջը լանջունին բոլորից անվերադարձ դասավորոց համապարկերում։ Մենք էլ գնանք։ Հա, գնանք, համեն մամային կզգուշացնեմ, որ բուֆետից սուրճ չխմի։ Բայց ոնց ասեմ, որ չոպիկին չմատնեմ։ Դու ասա, որ բուֆետ չգնա, մնացածը հետո կմտածենք։ Գնացինք։
Ես չեմ հասկանում։ Միթե չեք նայում, թե ինչ սնունդ եք օգտագործում, այն էլ շոկ եղանակին։ Այլա ջուտի ջան, կերածս մի հատ խաչապուրի է։ Այդ հաստատ տեսների ջրերից է։ Վայ։ Ով աման Թորոս, ես էլ հո ջուր չեմ խմել։ Առավոտից մի բաժակ սուրճ եմ խմել մի կտոր շոկոլադով։ Այդ որ շոկոլադուն էր, որ եկամուտը ինչի հյուրասիրեցին, հա աղունիկ։ Թորոս, գոնե հիմա քեզ զսպի։ Հո բայց ինչ ասեցի, այ ցավտա։ Վայ։ Ինձ մոտ արդեն գլխապտույտ է սկսվում։ Բրծեի ձեզանց բացի էլի մարդ կա։ Դուք ինա աչքերիս չեմ հավատում, այս ինչ տեսարան է։ Կարող է շտապօգնություն կանչենք։ Չէ, դուք ինա։ Արագ գնա բուժկետ, բուժ քրոջ հասա, ինչքան ստամոքսի խանգարման դեղ կա, թող տա։ Արագ բեր։ Ինչ է պատահել դուխիկ։ Ոհ, մեր գոլեգաները շտապօգնության կարիք ունեն, հա, գնում եմ բուժկետ դեղեր բերեմ։ Պետք է անեմ հերթը։ Ես հիմա գնում եմ իմ աշխատասենյակ։ Դեղդ ընդունեք, կես ժամվա մեջ, եթե ձեզ լավ չզգաք, գնացեք բոլորը տուն։ Ոնց է տուն գնա, բայց դպրոցին ակտիվություն անի։ Թե չէ որ այստեղը շատ է ստիրություն անում, եթե այդքան սրտացավ եք, այս դպրոցին ուրեմն այնպես արեք, որ նման տեսարաններ չլինեն։ Իբր ուզում եք սեզ բան ստասի, արտակարգ իրավիճակը, որ գալիս է ոչ մեկի չի հարցնում։ Ես որ ցնցեց անում օգնում է։ Պատկերացրեք այո Թորոս։ Հա, դե ուրեմն եկեք բոլորս այդպես անենք։ Վայ բրկա յապե։ Վայ մամա ջան։ Վայ։ Աստված իմ նենց ընկճախտի մեջ եմ չես պատկերացնի։ Ինչի՞։ Որովհետև արդեն վստահ էի, որ Անուշի օրերը այս դպրոցում հաշված են։ Լանջունուն նենց էի մշակել, որ Անուշից ատառնել չմնար դպրոցում։ Մներ ամեն ինչ թարս գնաց։ Դե ով կմտածեր, որ այդ Ֆարադեի ամբողջ մեղքը իր վրա կվերցներ։ Մենակ դրա նման հիմարը կարող էր նման բան անել։ Դե որովհետև այդ դոդիկի հարցերը պետք էր նախապես լուծել։ Էլեն ջան, ինչ հարց լուծեի։ Իմ համար Ֆարադեի միշտ եղել է միջանցիկ քամու նման, ոչ կա, ոչ չկա։ Դե հիմա տես, որ այդ քամին քո պլանները խախտեց։ Այնքան վստահ է, որ Անուշի երեխաներին փրկելու համար դպրոցից գնալու է։ Լուրջ տենց բան կաներ։ Ասենք ինչ որ երեխաների պատճառով պետքա դպրոցից գնար։ Հա, մի վարքյան չկասկածես, եթե հարցը հասներ նրան, որ երեխաները թե ինքը միանշանակ ինքնազոհության կգնար։ Չեմ հասկանում այդ աստիճան անխելքությունը։ Ոչ էլ հասկանում եմ Վանը ոնց կարող էր այդպիսի կնոջը հավանել։ Էլեն ջան, տղամարդկանց գլխում թե ինչ է կատարում, դա ոչ ոք չգիտի։ Լսի, իսկ քո ու Կարոյի հարաբերությունները ինչ փուլում են։ Դե դու էլ պակաս վճռական կին չես, չեմ հասկանում ինչև հիմա ինչ ես հանդուրժում իրան։ Ավելին ինչ չես բաժանվում։ Լիդիա, դու կարող ես դեռ զգացմունքներ ունես, բայց չես խոստովանում։ Էլեն արի չխոսենք այդ մասին, էլի։ Ուրեմն ես ճիշտ եմ։ Լիդիա, Էլեն ջան, ամեն ինչ շատ բարդ է։ Չգիտեմ, ազնիվ խոսք չգիտեմ։ Ինձ թվում է ես ու Կարոն ուղղակի շատ սխալ ժամանակ ենք հանդիպել ու ամեն ինչ ստացվեց նենց ոնց որ ստացվեց։ Դուք սխալ ժամանակ հանդիպեցիք, մենք սխալ ժամանակ բաժանվեցինք։ Թե ինչի է կյանքը սենց բարդ չեմ հասկանում։ Անցեք ներս, հարկավոր չէ միջանցքում կուտակվել։ Տիկին Աշոտյան, հավաստիացնում եմ ձեզ, այս անգամ մեղավորում եք չենք, ուսուցիչներն էին։ Հնարավոր է կուտակումների մեղավորը դուք չեք, բայց ինչ որ բան ինձ հուշում է, որ պատճառը պետք է ձեր մեջ փնտրել։ Լավ էլի Տիկին Արևշեցյան, ինչ կատարվի դպրոցում մենք ենք մեղավոր։ Հիմնականում այո։ Այլի չոփ չես նկատել, որ դպրոցում արդեն բոլորը գիտեն, որ մենք սրբեր չենք։ Լավ, խոսակցությունները վերջացնում ենք։ Նախապես զգուշացնեմ, որ այսօր բոլոր դասերը չեղարկվում են։ Լուրջ։ Այո, լուրջ։ Բայց ինչու։ Հարգելի պատճառներով, որովհետև ուսուցիչներն ի վիճակի չեն այսօր դասերը վարել։ Իսկ դա ում շահերից է բխում։ Իհարկե մեր։ Շատ ցավալի է, որ մտածում եք, որ դաս չանելով շահում եք։ Իսկ վաղվանից նորմալ դասերը կշարունակվեն։
Կարծում եմ այո։ Ոմանց ուրախությունը կարճ տևեց։ Ոչինչ, Շուշի ջան, մենք քչով բավարարվում ենք։ Չոբժան կարող է այդքան չերկարացնես։ Վերջ տվեք։ Արդեն կարող եք գնալ տուն, բայց անպայման չաթում կգրեք, որ հասնեք։ Անպայման կգրենք Տիկին Արաշացյան։ Հիշեք, որ հաջորդ դասին գրավոր են գրելու։ Փորձեք ժամանակը արդյունավետ օգտագործել։ Ճիշտ այդպես։ Հիմար։ Նոր լավ էր։ Որովհետև քեզ նենց է սպանում, որ շուտով բոլորը դպրոցում կիմանան, թե ինչ են կարել։ Կիմանան, ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին։ Իմ հետ գործ չունես, դրանից հետո ես քեզ չեմ վստահում։ Պա, ուշքս գնում եք այդ շփվելու համար։ Հիմարի մեկը։ Կրկնվում ես, Ռիբո, կրկնվում։ Թորոս, Ռեբեկա, դուր չեք գալիս։ Նար այսօր երեկոյան ինչ ես անում։ Ուզում ես որ հերթով թվեմ բոլոր անելիքներս։ Հա։ Ուրեմն սենց, գնալու եմ տուն, հաց սարքեմ, հաց ուտենք, մի քիչ հավաքեմ, նստեմ դասերս անեմ։ Հետո արդեն երեկոյան գիրքս կվերցնեմ, կիջնեմ այգի։ Կարող է ինձ էլ հրավիրես, միասին գնանք մակրոթին, այգում նստենք քիչ կարդանք։ Ես էլ մի հատ քիչ կվերցնեմ, իրար հետ կկարդանք։ Դե եթե ուզում ես արի։ Ուրեմն պայմանավորվեցինք, երեկոն իրար հետ ենք անցկացնում։ Իմիջայլոց, ինչ գիրք ես կարդում։ Վիլյամ Սարոյան։ Դուրդ գալիս, հա։ Դե առաջինը կարդում եմ, երկրորդը այդքան էլ դուրս չի գալիս, երրորդն էլ կարդում եմ, նենց հա տպավորվում մեջս, որ մի քանի անգամ կարդում եմ։ Հասկացա։ Տիկ, կարամ քեզ մի հարց տամ։ Ոնց չես կարա։ Զգացել եմ ես վերջերս Մարիի հանդեպ էլ առաջվանը չես ձգտում իրան։ Ինչ-որ բան ա փոխվել։ Չէ, ուղղակի չեմ ուզում Միշոյի հետ ինչ-որ հարցեր ունենամ։ Ուզում եմ հաշտվենք ու դասարանում խաղաղ մթնոլորտ տիրի, որ բոլորս իրար թև ու թիկունք լինենք։ Իսկ կարող ես զգացմունքները տամարել։ Նարը չեմ ուզում խոսեմ այդ մասին։ Հիմա կարևոր չի ինչ եմ զգացել առաջ կամ ինչ եմ զգում հիմա։ Մի բան հաստատ կարամ ասեմ, Մարին Միշոյին է սիրում։ Նար, կարող է գնանք պաղպաղակ ուտենք, նոր տուն գնանք։ Չէ, Տիկ, թող մնա երեկոյան գիրք կարդալուց կվայելենք պաղպաղակը։ Հիմա արագ քայլեմ գնամ հասնեմ Միշոյից գնանք տուն։ Okay, ուրեմն պայմանավորեցինք, երեկոյան պաղպաղակը կուտենք։ Մինչ երեկո։ Առայժմ։ Միշո ջան, այդ իմացել ես պապա այդ ինչ ա եղել, դրա համար ես դասից շուտ տունն ուկի բալես։ Ոնց, պապային ինչ ա եղել։ Ինչ իմանամ, Էդոյի հետ իրար ծեծում էին։ Այդ տավարի հետ ինչ գործ ունի պապան։ Չգիտեմ։ Լավ, բա հիմա քերրիս ուր ա, ոնց ա։ Չգիտեմ, բալես։ Իսկ կները կարող է իմանալ այդ Էդոն ուր է հիմա։ Նստեց շեֆի մեքենա ու գնաց։ Ժորժ, ես ինչ ես տեղանում դասի չես։ Չէ, այսօր դաս չկար։ Լավ, ասա փախել ես, չէ՞ դասից։ Չէ, Արտուր ջան, եթե փախասին ենք ասեի, ուղղակի դասատուները լավ չեն իրան զգում, տես դաս չկար էլի։ Ինչի՞ հետ ինչ էր եղել։ Ես իմ բուֆետում ինչ-որ բան ընկեր, վատ են իրան զգացել։ Իսկ եթե ավելի կոնկրետ։ Չգիտեմ ինչ ասեմ։
Ինչի չեմ տնում, որ ինձի խափում ես։ Մտա սա ինչ ա եղել։ Կասեմ, բայց խոստացիր, որ ոչ մեկ չիմանա։ Ահա, ոչ մեկին բան չեմ ասի։ Դու չոպիկին գիտես։ Բուֆետում լուծողար կանա լցրել կոֆեների մեջ ու դասատուները խմել են ու վատացել են։ Ես էլ ասում ինչի աղուն ինձ են շուտ կանչում։ Պաստորեն հիմարություն են արել։ Արդ, ես որ շուտ իմանայի, ստոպ կտայի, չէ թողի չոպիկը տենց բաներ աներ։ Լավ, գնամ տնամ ինչ եմ անում։ Նայ, խոստացած մարդ չիմանա։ Ոչ մեկին բան չեմ ասի։ Բաբջան, ես քեզ այդքան անընդհատ ասում եի, որ այդ տվարի հետ գործ չունես։ Էդի փորձանք է։ Դու անընդհատ դրան պաշտպանում ես։ Հիմա տեսար ինքդ համոզվեցիր էդի ով է։ Դու ես շուտ եմ հասկացել այդ ինչ տականքն է։ Բայց դու մի մտածի։ Ես իր հարցերը կլուծեմ։ Ինչ հարցեր այ պապ, հələ բան կա, որ ես չգիտեմ։ Չէ, ոչ մի բան չկա, տղա ջան։ Ուղղակի չեմ ուզում, որ այդ անասունի հետ գործ ունենաս։ Դա տականք է, ստոր անասուն։ Այ որ չես ուզում, որ ես դրա հետ գործ ունենամ, բաբջան։ Պատի չթողեիր, որ բանը սրան հասներ։ Բայց որ հիմա սենց է, էլ ինքը պրծում չունի, ես ասում եմ, որտե դրան տեսա, գլուխը պոկելու եմ։ Դու մի մտածի, տղա ջան։ Ես էլ դրան մի երկու հատ լավ հասցրել եմ։ Գիտ, բերանը պոկել եմ վրայից։ Այդ ինչ արել ես դու քո տեղն ես արել, բաբջան։ Ասում եմ, որտե բռնեսի վիզը կդրելու եմ։ Այ վալա դե հերիք այլի նարը ջան։ Օգտեցի։ Լավ էլի քեր, թող նորմալ մշակեն, որ ինֆեկցիա չանցնի։ Չի անցնի, որ եկա տուն, լավ լվացվել եմ։ Ոչ մի ինֆեկցիա էլ չի անցնի։ Նար փլնայի դեղատնից բան պետք է բերեմ այդպես։ Չէ, Միշ, ոնց հասկանում եմ, ոչ մի բան պետք չի։ Լավ։ Միշո, ուր ես գնում այդ տղա, Միշո։ Միշո, քո հետ է, Միշո։ Էլի գնալու է կռի սարքի հետ անասունի հետ։ Ես հարևաններն ինչ էր վրաս պատմեցի։ Նա կասեի ուրիշի հետ եմ անցանում, թե հետ եմ կռի վարել, պրստեր գնար։ Քեր ջան, հիմա Միշոն տանը չի։ Դու ինչ ճիշտն ասա։ Դու այդ տղային ինչ-որ վատ բաներ ես արել կամ վատ բառեր ես ասել, որ ինքը իրան սենց հաշնորհք ա պահել։ Հայ բալա, ես իրան ասել եմ են, ինչից ինքը շատ ավախենում։ Ինչ նկատի ունես, քեր։ Ոչ մի բան, կգա ժամանակը բոլորդ էլ կիմանաք։ Բա որ տենց էր, ինչի համար էիր կռիվ հրահրում։ Դե որ դրան տեսնում եմ, չէ, ներվայնանում եմ։ Ուղղակի չդիմացա բալա։ Դե լավ, հերիք այ, գնում եմ պարկեմ հոգտացեմ։ Լավ չի, հիմա ձեր երկուսի պատճառով Միշոն կռվի մեջ հանգնելու։ Այ բալա, դու էլ վերքիս վրա աղ ես հա լցնում։ Գնում եմ պարկեմ։ Ինչ անեմ, կարող է գնամ Միշոյի հետևից։ Հատիկ։ Չէ, քո գիրքը իմ մոտ չի մնացել։ Չէ, չեմ տեսել։ Լավ, երեկոյան կհանդիպենք։ Արա դե պատասխանի արա։ Միշո ջան։ Ձեզ կարող բարոցես, կներեք որ անհանգստացնում եմ։ Չէ, չես անհանգստացնում, բալաս, ինչ ա եղել, ասա։ Կարող է այդուն ձեր մոտ է։ Այդուն, չգիտեմ, այսօր աչքովս ընկել է, մեքենայի վրա գործեր անում։ Ինչ ա եղել։ Հեսա գամ ասեմ էլի։
Լավ։ Տատի ախր այդքան ասում են, զգուշացնում են, որ բանկային ու անձնական տվյալները ոչ մեկին չտան։ Դու ո՞նց կարող ես տալ։ Չգիտեմ։ Մտքով կանցներ, որ այդ զանգողը ոչ թե բանկից էր, այլ չգիտեմ ով։ Մենակ Իդան չի մեղավոր։ Ես էլ եմ մեղավոր, իր կողքին եմ եղել։ Մամ, առավոտյան ասեցի, չէ, որ պետքա զգույշ լինես։ Հա, էլի զգուշ էի, ուղղակի ով կմտածեր, որ այդպես քաղցր մեղցր խոսածող աղջիկը կարա խաբեբա լինի։ Դրա համար պետքա իմացող մարդկանցից հարցնեիր։ Լավ եղած է, եղած է։ Հիմա դա չի կարևոր, այլ են թե ինչ ենք անելու հետո։ Ինչ պետք է անենք։ Պետք է աշխատենք, որ այդ, չգիտեմ, ում գողացած փողերը փակենք։ Իսկ եթե ոստիկանություն դիմենք, գուցե կարողանան ինչ-որ բանով օգնել։ Տատ ախր ոստիկանությունը ինչ պետք է անի։ Դու քո տվյալները քո կամքով տվել ես այդ խաբեբաներին։ Համ ասում ես խաբեբա, համ իմ կամքով։ Տիկինի, դա ուղղակի Մարին նեղվում է, որ այդ գողացած փողերը մենք բոլորով պետքա հավաքենք ու տանք։ Բա որ իմանայի սենց պիտի լինի։ Կտայի տվյալները։ Տատ ախր 1000 անգամ քեզ վիդեոներ եմ ցույց տվել։ Զգուշացրել եմ, որ զգույշ լինես, որ քո տվյալները չտաս անծանոթներին։ Դու էլի տվել ես։ Դե հիմա դուր ինձ սպանի, հա ասա որ պիտի չասեի, արդեն ասել պրծել եմ, վերջ։ Ես եմ մեղավոր, որ իմ գործի պատմությունը չլիներ, էս էլ չէր լինի։ Դու ինչ ես մեղավոր, դու ես անխելքից ստիպել, որ նման բան անեմ, հա։ Չէ, ես չեմ ստիպել, բայց տենց է ստացվել, իմ գործն է պատճառը։ Եթե այդ պատերազմը չլիներ, մենք էլ տուն կունենայինք ու սենց տնավեր չէինք լինի։ Նախ շունքուրիկ, մի ասա տենց բաներ, իզուր քեզ վատ կզգաս։ Հեսա մաման կգա, միասին կհասկանանք, մի բան կանենք, այդ պարտքը կփակենք կգնա։ Մարին ճիշտ է ասում, մամ։ Փաբում Արմենից ահագին բան եմ սովորել, կաշխատեմ ու կողքից ձեզ կօգնեմ։ Դու էլի կպար այդ փաբից։ Չես հասկանում, որ ես չեմ ուզում դու այդ մարդու մոտ աշխատես։ Մամ, կապրիզություն անելու ժամանակը չի։ Կարոն ինձ ոչինչ բան չի անի, չի նեղացնի, չէ՞ մար։ Նայում եմ ձեզ, մտածում ինչ լավ երեխաներ եք, խելացի, ձեռք մեկնող, բարի, ախր շատ լավն եք, շատ։ Տիկինի, դա համ վատից եք նեղվում, համ լավից։ Կլինի այնպես անեք սիրտներից չվատանա։ Լավ, գնամ թեյ դնեմ, խմենք, որ ուղեղներս աշխատի, հետո մտածենք ինչ ենք անելու։ Ավելի լավ է դուք հանգիստ նստեք, մենք կդնենք։ Փաստորեն այսօրվա այդ անախորժության հեղինակը Չոպիկն է, հա եղել։ Ուխ, ես դրա հենեն ինչն եմ ասել։ Հա, ինքն է եղել։ Հիմա մտածում ինչ անենք, որ գործը դրանից շատ չտուժվի։ Վայ, Արտուր ջան, ինչ պետք է անենք։ Պետք է աղմուկ չբարձրացնենք, որ ոչ ոք ոչ բան չիմանա։ Այդ հարցն է փակվի անցնի գնա։ Թե չէ որ իմանան շատ վատ բան կլինի Արտուր ջան։ Հա, ես էլ եմ Ջորջին խոստացել, որ մարդու բան չեմ ասելու։ Ճիշտ էլ կանես, որ չասես։ Համ Ջորջը եղբայրը տա, համ էլ տղաները, որ իմանան, իրար մեջ անախորժություն կլինի, վեճ կլինի, ինչի համար։ Ճիշտը այն կլինի, որ ոչ մեկին ոչ մի բան չասենք։ Եվ վերջ։ Բայց մյուս կողմից մի տեսակ սխալ կլինի մեր լռելը։ Մարդիկ պետք է իմանան, չէ՞, ինչ է եղել։ Վայ, Արտուր ջան, այդ հարցում ոչ դու ես մեղավոր, ոչ ես եմ մեղավոր։ Ինչի պետք է մենք հիմա իզուր տեղը աղմուկ անենք, իմանան, հետո լանջունին է սլակներ ուղի դեպի մեր բուֆետ ու բուֆետը փակել տա։ Ոչ, ասում եմ, պետք է լռենք, անցնի գնա եւ վերջ։ Լավ, ես էլ մարդու բան չեմ ասի։ Դուք էլ մեծ այդ կոֆեն վերացրեք եւ ուշադիր կլինեք, որ չկարողանա այդ երեխան տես բաներ անի։ Հա, Արտուր ջան, ուշադիր կլինեմ, սուրճն էլ հենց հիմա կթափեմ, հա։
Լավ է տիկին աղոն, ես գնացի։ Հա, ես էլ ուշադիր կլինեմ, որ բուֆետում նման բան չկրկնվի։ Հանգիստ գնա Արտուր ջան։ Եթե բան պետք է ինձ իմ հետ զանգեք։ Անպայման կզանգեմ։ Ախ, չոպիկ, անհամ երեխա, բայց տեսնես այդ երբ արել, որ ես չեմ նկատել։ Ես քո փոխարեն այդքան հանգիստ չէի լինի։ Բայց ինչ ես տենց ասում, ագա։ Որովհետև Տիգրան ուրիշով ա տարվել, դրա համար էլ Մարիին ուշադրություն չի դարձնում։ Այսինքն, ումով ա տարվել Տիգրանը, մագա։ Պարզ բան ասա, բան հասկանամ։ Բացի, հանգը տեսեք ով։ Քեզ են, որդ են, Մարիիդ են։ Չեմ հասկանում ինչա կատարվում։ Ինչի համար է Տիկոն Միշոյին փնտրում։ Կամ ինչի համար է Միշոյի հեռախոսը կոտրվել։ Ու ընդհանրապես ինչի է ուզում ինձ հանդիպի, ինչ կարևոր բան ունի Միշոյին ինձ ասելու ու ինչի է գրել, ոչ թե զանգել։ Ես միևնույնն է չեմ դադարում զարմանալ, թե ինչպես կարող եք նման բան անել։ Լավելի ամուր։ Հա, բայց ոնց դες կարող է ինձ սրիկա լակոտա դրանից ամեն ինչ սпасելի է։ Այսօր դեպքերից հետո ես չեմ կարծում, որ ինքը այդպես համարձակություն կունենա Մարիից մոտիկ գնա, բայց ամեն դեպքում պետք է ուշադիր լինել։ Լավ է, ինչ ա եղել Տիկ։ Ոչ մի բան, ուղղակի ճիշտ ասած Միշոյին է իման գալիս։ Չեմ կարող գտնել։ Մտածեցի կարող է միասին լինենք կամ իմանաս ուր է։ Չէ, միասին չենք։ Տուն ա գնացել Միշոն, բայց Տիկ ինչ ա եղել, ինչի համար ես Միշոյին փնտրում։